Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, Ցայք հեռուստաընկերության ուղիղ եթերում երկարատև ընդմիջումից հետո կրկին Եղիցի լույս հոգևոր ուսուցողական հաղորդաշարն է։ Այն ինչպես միշտ եթեր է հեռարձակվում Շիրակի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Միքայել եպիսկոպոս Աճապայանի հովանավորությամբ եւ անմիջական մասնակցությամբ։ Եվ ինչպես միշտ ստուդիայում գործում է ուղիղ հեռախոսակապ, որոնց միջոցով դուք կարող եք ձեզ հուզող հարցերը հղել Սրբազան հորը եւ պատասխանը իմանալ նրանից։ Մեր հեռախոսահամարներն են 22247 եւ 30543։ Աստվածօգնական Սրբազան հայր, նախ Սրբազան հայր կուզենայի ասեիք, թե ինչով էր պայմանավորված այս երկարատև ընդմիջումը հաղորդման։ Այդքան էլ երկարատև չէ, որքան որ ասվում է, որովհետև ընդամենը մեկ հաղորդում է, որ այսպես շրջանցել ենք, որ ամսու 4-ին պետք է լիներ, եւ մյուս հաղորդումը պետք է լիներ անցած կիրակի եւ փոխարեն եղավ այսքան։ Այսինքն մեկ ամսվա ընդմիջում է, ընդամենը, որ երկարատև համարել չի կարելի, ուղղակի մեր բացակայությունների հետ էր կապված, որովհետև ամսի 4-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում էինք, մասնակցում էինք Ղպտի պատրիարքի ընդունելությանը, որովհետև այդ օրերին Ղպտի ուղղափառ եկեղեցու պատրիարքն էր ժամանել Մայրաթոր Սուրբ Էջմիածին եւ բոլոր թեմերի առաջնորդները այնտեղ ներկա էին եւ մասնակցում էին այդ ընդունելությանը։ Եվ իսկ մյուս ամսի 11-ին բնականաբար մեր ուխտի օրն էր, մենք Մայրաթոր Սուրբ Էջմիածնում էինք այդ օրը ամբողջ օրը, հնարավոր չէր այդ օրը տեղափոխել, իսկ անցած կիրակի էլ անհրաժեշտություն եղավ, որպեսզի Մայրաթոր Սուրբ Էջմիածնում լինենք, որպես քննական հանձնաժողովի նախագահ, որովհետև այս տարի մեզ Բեափար հայրապետը նշանակել է Գևորգյան հոգևոր ճեմարանի մի շարք քննությունների, ավարտական քննությունների հանձնաժողովի նախագահ, դրանով էր պայմանավորված նաև այս անցած շաբաթվա ընթացքում մեր մի քանի բացակայություն եւ նաեւ հաջորդ շաբաթվա մեջ նույնպես պետք է մասնակցենք այդ քննություններին եւ նաեւ դիպլոմային ավարտաճառերի պաշտպանությանը որպես քննիչ հանձնաժողովի նախագահ։ Իսկ Սրբազան հայր մինչ ամսի 4-ին անդրադառնալը ամսի 27-ին մեր հերթական այցելությունը եղավ Շիրակի թեմի Վահրամաբերդ գյուղում, այնտեղ մատուցվեց Սուրբ Պատարագ եւ կուզենայի այդ մասին խոսեիք, ինչպես ընդունվեց մեր հերթական այցելությունն էր գյուղ եւ Վահրամաբերդ գյուղ էր այցելությունը, բայց անշուշտ մենք Սուրբ Պատարագ մատուցեցինք ոչ թե բուն գյուղում, այլ Մարմաշենի հռչակավոր վանքում եւ հայտարարեցինք նաեւ, որ սրանից հետո ապրիլի վերջին կիրակին միշտ նկատվի որպես Մարմաշենի վանքի ուխտի օր եւ ամեն տարի ապրիլի վերջին կիրակին հրավիրենք մեր ժողովրդին, ոչ միայն Վահրամաբերդցիներին, այլ նաեւ բոլոր շիրակցիներին Մարմաշենի վանք։ Այդ առումով առաջին այդպես պատարագն էր Մարմաշենի վանքում, մանավանդ վանքի որոշակի վերանորոգումից, վերակառուցումից հետո եւ պատարագին ներկա էին ոչ միայն Վահրամաբերդցիներ, այլ նաեւ Մարմաշեն գյուղից, Կապս գյուղից բնակիչներ, Գյումրիից կային անշուշտ ուխտավորներ։ Ցավոք այդ օրը այնքան էլ բարենպաստ չէր եղանակը, բավական ցուրտ եւ քամոտ եղանակ էր, այնպես որ ուխտավորների բազմությունը կրկնակի եռակի կամ քառակի կարող էր լինել, եթե եղանակը բարեհաճ գտնվեր այդ օրը, բայց հուսանք, որ ապագա տարիներին ավելի եղանակը ավելի լավ կլինի, որովհետև միշտ չէ որ այսպիսի ապրիլ ենք ունենում մենք, այսպիսի ցուրտ, քամոտ եւ ձյունառատ ապրիլ, ինչպես այս տարի էր։ Այնպես որ այդ իմաստով մեր ուխտագնացությունը, մեր պատարագը Մարմաշենի հռչակավոր վանքում անցավ պատշաճ մակարդակով, գոհ ենք մեր այցելությունից եւ տա Աստված, որ հետագայում ուրեմն իրապես Մարմաշենի վանքը վերագտնի իր փառավոր անցյալը եւ նաեւ մշտական հոգեվորական ունենալով ոչ թե տարին 1 կամ 2 անգամ այնտեղ պատարագ մատուցվի, այլ մշտական ներկայությունը լինի հոգեվորականի։ Իսկ Սրբազան հայր, որ այցելում եք համայնքներին, գյուղերին, այնտեղ համայնքի ղեկավարը կամ ավական ու
ատամները ներկա լինում են պատարագին։ Հիմնականում լինում են գյուղապետները, հիմնականում լինում են ներկա լինում են պատարագներին։ Կան անշուշտ լինում են դեպքեր, որ որոշ գյուղապետեր այսպես անտարբերություն են ցուցաբերում կամ մի տեսակ վերապակեցված կեր որտեղում չհասկանալով, չմբռնելով, թե ինչ է կատարվածը կամ ինչ է կատարվելիքը կամ ինչ է նշանակում ընդհանրապես առաջնորդի այցելություն գյուղ։ Կան, այո, նաև այդպիսի դեպքեր, բայց հիմնականում մեծավ մասամբ գյուղապետերի կողմից հասկացվում է ամենայն պատասխանատվությամբ, հասկանում եւ ըմբռնում են, թե ինչ է լինում, ինչ է նշանակում, որ առաջնորդը այցելում է, ինչ նպատակ է հետապնդում այդ այցելությունը եւ ինչ դրական կամ բացասական հետևանքներ կարող է ունենալ այդ այցելության հետևանքով։ Այսինքն, եթե մասնակցում են լիարժեք կերպով մասնակցում են այդ պատարագի խորհրդին, ոչ թե պարզապես այն իրողությանը, որ առաջնորդն է ներկա, այլ որ Քրիստոսի մարմինը եւ արյունն այնտեղ պատարագվում եւ եթե ժողովուրդը գյուղապետի գլխավորությամբ հավաքվում է այդ Քրիստոսի մարմնի եւ արյան խորհրդի շուրջ, ուրեմն պարզ է, որ այդ գյուղը պետք է օրհնվի։ Իսկ եթե խուսափում է, անտարբերություն է ցուցաբերում, բնականաբար արդեն դրա համեմատել ստանում են այն, ինչին որ արժանի են, այնպես որ հաճախ մենք թելադրում ենք մեր գյուղերին, գյուղապետերին այդ իմաստով շատ աչալուր լինել, անտառաջ գնալ Տիրոջը, անտառաջ գնալ Աստծուն, անտառաջ գնալ Սուրբ Պատարագին, որպեսզի ստանան այն օրհնությունը, ինչին որ արժանի կարող են լինել։ Սրբազան հայր, մեր այսօրվա թողարկման առաջի զանգը արդեն ունենք, ընդունենք այն, այո, ալո, լսում եք, այո, մենք ձեզ լսում ենք, բարի երեկո ձեզ։ Ես սրբազան հոր ուզում եմ մի հարց տալ, եթե կարելի է։ Համեցեք։ Սրբազան հայր, ինչպես եք կարծում այն ինչ կարծիք ունեք այն մարդկանց մասին, որը անտառ խաչով ավետարանով ապսով են երթում, բայց անտառ կերձիկներ են կատարում։ Շնորհակալություն։ Խնդրեմ, շնորհակալություն ձեզ ևս։ Նրանց այդպիսի մարդկանց, եթե կան այդպիսի մարդիկ, որոնք երթվում են խաչով ավետարանով, սրբություններով, բայց չեն ապրում այդ սկզբունքով, ապրում են կեղծիկներով, ապրում են խաբեությամբ, բնականաբար նրանց պատիժը շատ ավելի մեծ է լինելու։ Այսինքն նրանք չեն կարող թաքնվել աստվածային այդ սրբությունների հետևում, խաչի ավետարանի հետևում, այլ ընդհակառակ կարժանանան դատապարտության, հենց այդ խաչի եւ ավետարանի կողմից։ Այնպես որ ցավոք, այո, մեր շրջանում, մեր ժամանակներում տարածված է այդ երևույթը այս վերջին տասնամյակներում, երբ որ փորձում են խաչով ավետարանով քողարկել իրենց իսկական մտադրությունները, որոնք շատ հեռու են եւ խաչից եւ ավետարանից, եւ եկեղեցուց եւ Աստծուց։ Բայց այդպիսի մարդկանց նկատմամբ անշուշտ եւ եկեղեցին եւ Աստված իրենց որոշակի վերապահություն ունեն, այդպիսի մարդիկ պիտի արժանանան այն դատապարտությանը, ինչին որ արժանի է։ Խաչի եւ ավետարանի հետևում թաքնվել հնարավոր չէ։ Այսինքն ինչի համար, որովհետեւ Աստված քննում է բոլոր մարդկանց սիրտը եւ երիկամները, ինչպես ասում է Աստվածաշունչը, եւ Աստված շատ հստակ գիտի, թե մարդը իրապես անկեղծ է, թե կեղծավոր։ Այնպես որ այստեղ թաքցնելու որևէ խնդիր չկա։ Կեղծավորները կպատժվեն Աստծո կողմից։ Սրբազան հայր, ձեր խոսքի մեջ դուք նշեցիք, որ Հայաստան էին այցելել Ղպտի եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները։ Իսկ այդ այցելությունը ինչ այցելություններ, ինչի համար են նրանք այցելել Հայաստան աշխարհ։ Դե ինչպես նախագահները միմյանց այցելում են, այնպես էլ եկեղեցու պետերն են միմյանց այցելում։ Եվ Վեհափարը արդեն նախապես այցելել էր Եգիպտոս, Ղպտի ուղղափառ եկեղեցու նստավայրը, Հայրապետի նստավայրը։ Եվ սա փոխադարձ այցելությունն էր Ղպտի ուղղափառ եկեղեցու պետի։ Պետք է ասել, որ այս նույն Ղպտի ուղղափառ պատրիարքը արդեն 2 անգամ որպես պատրիարք այցելել էր Հայաստան, Վազգեն Վեհափարի եւ Գարեգին առաջին երջանկահիշադակ Վեհափարների օրոք։ Սա երրորդ իր այցելությունն էր, պաշտոնական այցելություններ, արդեն այս անգամ Գարեգին երկրորդ Վեհափարին։ Եվ դա լինում է բնականաբար այս միջեկեղեցական հարաբերությունների շրջանակում։ Բայց ինչը որ ավելի շեշտում էր այս
այցելության կարևորությունը այն է, որ մենք որպես հայ եկեղեցի դավանագից ենք խփտի ուղղափառ եկեղեցում, կիսում ենք նույն դավանանքը, նույն հավատքը եւ հաղորդության մեջ ենք միմյանց հետ։ Այսինքն 451 թվականի Քաղկեդոնի ժողովի մերժումից հետո հայ եկեղեցու եւ խփտի եկեղեցիների կողմից մենք միշտ եղել ենք իրար հետ, իրար կողքի, կիսել ենք նաեւ նույն դառնությունները, նույն ճակատագիրն ենք կիսել։ Այնպես որ այդ իմաստով ավելի կարևոր է խփտի եկեղեցու պատրիարքի ներկայություն Հայաստանում, որովհետեւ մենք իրապես կիսում ենք ամեն ինչով կիսում ենք նույն դավանանքը եւ նույն հավատքը։ Սրբազան հայր, այս տարի լրանում է Մայր տաճարի հիմնադրման 1700-ամյակը եւ այդ առիթով Հայաստանում տոնախմբում եւ տոնանշվում են այդ հոբելյանական հանդիսությունը եւ մայիսի 11-ին նաեւ մենք մեր մասնակցությամբ Շիրակի թեմի ողջ հոգեվոր տասով եւ հավատացյալ ժողովրդով մեկնեցինք Էջմիածին եւ այնտեղ մեր ուխտը կատարեցինք, որտեղ դուք մատուցեցիք հանդիսավոր Սուրբ Պատարագ, որից հետո Վեհապար Հայրապետը ընդունեց իշխանավորներին մարզի, դրանից հետո հավատացյալ ժողովրդի։ Այդ արդիվ մենք ունենք տեսանյութ, հիմա մեր ռեժիսորին կխնդրեմ, որպեսզի այն ցուցադրի մեզ, որից հետո կշարունակենք։ Խնդրեմ։ Վերջերս Մայրաթոր Սուրբ Էջմիածնում հերթական ուխտի պատարագը մատուցեց Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել էպիսկոպոս Աջապայանը, նորին Սուրբոծություն Տեր Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ։ Սուրբ Էջմիածնում Մայր տաճարի ոցման 1700-ամյակի տոնակատարություններին իրենց մասնակցությունն ունեցան նաև Հայաստանյաց Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի ուխտապար ժողովուրդը, եկեղեցականած դասի առաջնորդությամբ։ Սրբազան արարողությանը ներկա էին Հայաստանի հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ Տեր Ներսես arczepiskopos Ներսիսյանը, բարձրաստիճան հոգևորականներ, Շիրակի մարզպետ Ֆելիքս Փիրումյանը, մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Առաքելական եկեղեցու երիտասարդաց միության սաները։ Հանուն նորին սրբության եւ Մայր Աթոռի միաբանության ուխտավորներին ողջունեց նաեւ Ներսես arczepiskopos Պոզապալյանը։ Հետո Վեհապարը իր հանգստյան տնից սաների եւ թեմականների ուղեկցությամբ եկավ ողջունելու իր հյուրերին եւ օրհնելու ուխտավորներին։ Հավաքված ուխտավորներին Սուրբ Պատարագի առիթով իր պատգամը հաղորդեց Տեր Միքայել էպիսկոպոս Աջապայանը։ 1700 տարիներ շարունակ Սուրբ Էջմիածինը կարողացել է պահել իր ինքնությունը, հավատքը։ Այնպես ինչպես Հիսուսը տեսնելով ժողովրդի բազմությունը ուսուցանեց նրանց ասելով. Երանի նրանց, որոնք սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն, երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ Պատարագի ավարտից հետո հյուրերը ուղևորվեցին եկեղեցու թանգարան, ուր բոլորը կարողացան տեսնել այն պատմական անցյալը, որ զգացել էին Սուրբ Էջմիածնի տաճարի յուրաքանչյուր քարակտորը։ Թանգարանից հետո ուխտավորները ուղևորվեցին Էջմիածնի հինավուրց ժառանգավորած դպրոցը, որը 1882 թվականին ձուլվեց Գևորգյան ճեմարանին։ Այնտեղ ուխտավորներին իտես բերվեց մեր հայոց եկեղեցու անկրկնելի գանձերը։ Գանձարան, ուր պահված էին մեսրոպյան տառերը, ոսկով պատված։ Այո, որքան խորանում էինք Սուրբ Էջմիածնի դրախտային հովանու տակ, այնքան զգում էինք նրա բարձր արժեքը եւ կարեւորությունը։ Էջմիածնի զորությամբ մեր բոլորի հոգիները երանիով էր պատվում, քանի որ այդ օրը հատուկ նրանցն էր, ուխտավորներինը։ Ամեն անգամ այցելելով հոգեգան հանգստություն ենք զգում, ավելի շատ ենք շփվում մեր հոգևոր աշխարհի հետ եւ հանգստացած վերադառնում ենք մեր բնակավայրերը։
Դե այսօր ուխտագնացության օրերին չկան հասկացա եւ հիմնականում Շիրակ մարզի ժողովուրդն էր այստեղ շատ հաճելի էր մասնակցեցինք պատարագին ու ինչպես Հիսուսն ասաց Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի կառուցման 1700-ամյակի հոբելյանական տարին հռչակվել է աշխարհասփյուռ հայության թեմերի հավատացելոց ուխտի տարի, որի կապակցությամբ իր խոսքն ու գոհունակությունը վերջում հայտնեց Նորին Սուրբոծություն Տեր Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը։ Այսօր Շիրակի թեմի հավատացյալներն էին, որ եկել էին Սուրբ տաճարի մեջ պատարագ մատուցելու եւ իրենց աղոթքը առ Աստված բարձրացնելու, իրենց հոգեվոր հովիվների եւ առաջնորդի հետ միասին։ Մենք մեծապես ուրախ ենք եւ գոհություն ու փառք ենք բարձրացնում առ Աստված, որ այսպիսի առիթներ, այսպիսի շնորհներ է պարգևում մեզ, մեր հավատացյալ ժողովրդի հավատքը ամրացնելու, նրանց սերը զորացնելու դեպի առաքելական մեր Սուրբ Եկեղեցին, դեպի մեր հայրերի սրբազան հավատքը։ Մեր աղոթքն է, որ Տերը պահի ու պահպանի Հայաստան երկիրը մեր ժողովրդի զավակներին խաղաղության մեջ, սիրո մեջ եւ հավատարիմ իրենց սուրբ հավատքին եւ առաքելական մեր մայր եկեղեցուն։ Աստված թող իր աչքը հովանի դարձնի մեզ վրա։ Յուրաքանչյուր օր, եթե հագեցած է բարությամբ եւ լցված է սրբությամբ ու սիրով, լավ օր է եւ հարատև ապրում է մեզանից յուրաքանչյուրի սրտերում։ Ուստի երանի նրանց, ով ապրեց այդ օրը, երանի նրանց, ով զգաց Էջմիածնի Սուրբ տաճարի զորությունը եւ հավատաց նրա սրբությանը։ Եվ ինչպես գրվեց Սուրբ գրքում, երանին նրանցն է, որոնք խաղաղության հաստատման համար են աշխատում, որովհետեւ նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն։ Սրբազաններ դիտեցինք տեսանյութը եւ վեհապար հայրապետը նաեւ իր օրհնության խոսքը ասեց, սակայն ինչպես ընդունվեց վեհապար հայրապետի կողմից այս ուխտագնացությունը, արդյոք կազմակերպված էր այն թե ոչ։ Պետք է ասեմ, որ իրոք մեր Շիրակի թեմի ուխտագնացությունը շատ լավ անցավ, շատ բարձր մակարդակով եւ իրապես վեհապարն էլ մեծ խանդավառություն ապրեց եւ մեծ գոհունակություն։ Մեզանից առաջ արդեն մի շարք թեմեր այցելել էին, հայաստանյան թեմեր, ինչպես Արմավիրի թեմը, Փոտայքի թեմը, Արագածոտնի թեմը եւ Շիրակի թեմը այդ թեմերից հետո այցելելով ուրեմն ավելի բարձր հավատք, ավելի բարձր նվիրում, ավելի բարձր մասնակցություն եկեղեցական արարողությանը ցուցադրեց մեր ժողովրդի մասնակցությունը ավելի ոչ միայն բազմամարդ էր, այլ նաև իրապես մասնակցությունը խանդավառ էր եւ աղոթական եւ այդ իմաստով էր, որ նաև վեհապարը այնքան ոգևորվեց այդ Շիրակի ժողովրդի ներկայությունից եւ ոգևորությունից, որ բացառիկ արտոնությամբ, որը ուրիշ երբեք որևէ մեկ թեմի ժողովրդին տրված չէր եւ ընդհանրապես շատ քչերին է տրվում, բացառիկ արտոնությամբ թույլ տվեց, որ բոլոր ուխտավորները անխտիր իշխանավորից վերջին մինչև ամենապարզ հավատացյալ ամենապարզ ուխտավորը վեհարանի բոլոր սրբություններին եւ բոլոր արժեքներին ծանոթանան, ինչպես ոսկե այբուբենը, ոսկե խաչը եւ այլն, որոնք բացառիկ առիթներով են միայն ցուցադրվում եւ այն էլ որոշ քանակի սակավ քանակի մարդկանց։ Այսինքն վեհապարը իրապես շատ խանդավառված էր, նամանավանդ իրապես վեհապարը իր այցելություններով էլ Շիրակի թեմ միշտ զգացել է այդ ժողովրդի հավատքի ներկայությունը, հավատական հավատող աղոթական մասնակցությունը եւ հետեւաբար այդ ամեն ինչը անցավ շատ լավ, շատ բացառիկ եւ իրապես մեծ մխիթարության օր եղավ ոչ միայն մեզ համար, այլ նաեւ մեր ժողովրդի համար։ Անշուշտ ոմանք ցանկացել էին, որ մեր ուխտագնացությունը շատ լավ չընթանա, բայց հակառակ այդ բոլոր ուրեմն խոչընդոտներին իրապես
մեր թեմի ուխտագնացությունը առ այսօր ուրեմն ամենաբարձր բոլոր թեմերի ուխտագնացությունների մեջ ամենաբարձր աստիճանի վրա է կանգնած, ամենաբարձր միավորը կարող ենք ասել, որ արձանագրել է։ Իսկ ուխտավորների թիվը մոտ ինչքան էր, սրբազաններ։ Ուխտավորների թիվը անցնում էր 1000-ից։ Շատ ավելի կլիներ անշուշտ, ինչպես ասացի, եթե որոշակի խոչընդոտներ չլինեին մեր ուխտագնացության ճանապարհին, ոչ ճշմարիտ եւ ոչ ուղղադավան խոչընդոտներ, որոնք չեմ հասկանում, թե ինչի արդյունք են եւ ինչ նպատակ են հետապնդում։ Բայց պետք է ասեմ, որ իրապես մեր ժողովրդի մասնակցությունը շատ մեծ էր, ամբողջ եկեղեցու բագը, դժբախտաբար մեր ուրեմն օպերատորը եւ ռեժիսորը չեն կարողացել ընդգրկել այդ ժողովրդի ոչ բազմությունը։ Իրոք ծովածավալ բազմություն կար այդ օրը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում, ոչ միայն տաճարում, այլ նաեւ տաճարի շուրջ, այնպես որ նույնիսկ էջմիածնեցիները շատ զարմացած էին այդ ժողովրդի այդքան մեծականակ ներկայությունից։ Բայց կարող էր ավելի մեծականակ լինել, եթե որոշ այսպես անհասկացողություններ եւ թյուրըմբռնումներ չլինեին։ Իսկ սրբազան հայր միայն հայաստանյան թեմերն են մասնակցում այս ուխտագնացությանը, թե ոչ, բոլոր սփյուռքի թեմերներ են մասնակցում, անշուշտ սփյուռքի թեմերը չեն կարող ապահովել ժողովրդական լայն մասնակցություն, այլ գալիս են զուտ պատգամավորական խմբով։ Այսօր օրինակ Հունաստանի հայոց թեմի ուխտի օրն էր եւ Հունաստանի հայոց թեմի առաջնորդներ այս կիրակի պատարագիչ Մայրաթորում փոքրադիվ ուրեմն հունահայ համայնքի ներկայացուցիչներով։ Եվ ամբողջ տարին է լինելու այս ամբողջ տարին ուրեմն տրամադրված է թեմերի առաջնորդներին եւ ժողովրդին, նաեւ եպիսկոպոսած դասին, այնպես որ այս տարվա բոլոր կիրակիները թեմերի առաջնորդների եւ եպիսկոպոսների պատարագներ են Մայրաթորում։ Սրբազան հայր 10 մայիսի 11-ի Մայրաթոր ուխտագնացությունից հետո այցելեցիք նաեւ Շիրակի թեմի Արտիգի շրջանի Սարատակ գյուղ եւ դա հերթական այցելություններ համայնքներ, ինչպես ընթացավ Սարատակում ձեր այցելությունը, մատուցեցիք պատարագ ոչ եկեղեցվո մեջ, այս սրա մասին ինչ կասեիք։ Սարատակ այցելությունից գոհ եմ այնքանով, որքանով որ իրոք ժողովրդի մասնակցություն կար, նաեւ գյուղապետի եւ նույնիսկ ազգային ժողովի պատգամավորներ ներկա, Հակոբ Մաթիլյանն էր ներկա այդ տարածաշրջանի, այնպես որ մթնոլորտը շատ ոգևորիչ խրախուսական էր եւ այդ իմաստով գոհ ենք, բայց դժգոհ մնացինք այն իմաստով, որ չկարողացանք եկեղեցուն պատարագը մատուցել, ինչու, որովհետեւ այս երևի անցած ամսվա ապրիլ ամսվա անձրևներին որպես հետևանք եւ Թուրքիայի Բինգյոլի երկրաշարժի որպես հետևանք ուրեմն եկեղեցին փլուզում էր արձանագրել, խոնարհվել էր հենց մուտքի մասով եւ վտանգվել էր ուրեմն ժողովրդի ազատ երկնումուտքը եկեղեցի 19-րդ դարի կառույց է եւ անշուշտ անաստվածության տարիներին որպես պահեստ գործածվելուց հետո էլ լքվելուց եւ չխնամվելուց եկեղեցին որպես բողոքի արտահայտություն փլուզվել է եւ հետեւաբար չկարողացանք եկեղեցուն պատարակել եւ պատարակեցինք եկեղեցու մուտքի դիմաց, բայց բոլոր նախադրյալները կան կարծես թե ժողովուրդը այդ ոգևորությունը ապրեց, որովհետեւ իրենք նախանձախնդիր լինեն եւ նախաձեռնեն իրենց եկեղեցու վերակառուցմանը եւ մենք էլ օժանդակ ենք եւ այդ եկեղեցին վերագտնի իր նախկին տեսքը, ստանա իր նախկին տեսքը, լինի անվտանգ եւ նաեւ ժողովրդական մասնակցությամբ այդ եկեղեցին ուրեմն վերջնական տեսքի բերվի եւ ամիսօր Սարատակից էլ եթե ունենանք մի երիտասարդ ուսանող, որը կամ մեզ մոտ սովորի եւ վերադառնա Սարատակ որպես հոգեվոր հովիվ, ուրեմն արդեն Սարատակը կունենա իր եկեղեցական խնդիրը լուծած, այնպես որ այդ իմաստով գոհունակ սրտով ենք եկել վերադարձել Սարատակից, բայց անշուշտ որոշակի տրտմություն կա այն իմաստով, որ այդ անցած տասնամյակների բեռը դեռ շատ երկար պիտի մեզ հիշեցնի, թե որքան խոնարհված կիսակործան եկեղեցիներ, թե երբ մենք քանի կյանք պետք է ունենանք, որպեսզի կարողանանք այդ բոլորը վերակառուցել։
Սրբազան հայր եւ արդեն մեր եթերաժամին մնացել է 3-4 րոպե։ Այսօր տեղի ունեցան ազգային ժողովի ընտրություններ։ Մասնակցեցիք ընտրություններին, թե ոչ։ Այս անգամ հարցը ես տամ։ Ես սա իմ անձնական մոտեցումն է, ոչ թե հոգեվորականի կամ հոգեվոր առաջնորդի մոտեցում չէ, ինչ որ ասում։ Իմ անձնական մոտեցումն է, ես ընտրություններին չեմ մասնակցել այն օրվանից ի վեր, երբ վերջին անգամ մասնակցել եմ անկախության հանրաքվեին։ Այսինքն միակ ընտրությունը, որին մասնակցել եմ այո կամ ոչի, դա եղել է անկախության հանրաքվեն։ Դրանով ես արտահայտում եմ իմ կադարյալ բացարձակ անվերապահ չեզոքությունը այս ընտրական համակարգի եւ համակարգի նկատմամբ, բայց մյուս կողմից պետք է ասեմ, որ ցանկանայի մասնակցել եւ այսպես ասած իմ քաղաքացիական պարտքը կատարել, եթե իրապես հասկանամ եւ ընդունեմ եւ համոզվեմ, որ ընտրապայքարը ամեն տեսակետով եւ ամեն ասպեկտով, բոլոր բնագավառների, բոլոր մագարտակների վրա ընթանում է ազատ, արդար, անկաշկանդ եւ իրոք ժողովուրդը կարողանում է իր ձայնը արտահայտել այնպես, ինչպես ցանկանում։ Ցավոք առ այսօր ես այդ համոզումը չունեմ, որ ժողովուրդը կարողանում է իր կամքը արտահայտել ազատ եւ անկաշկանդ կերպով։ Ինչ պատճառներով եւ բռնություններ եւ կեղծիքներ եւ անարտարություններ եւ ամեն ինչ մեր իրականության մեջ կան։ Սա իրողություն է, որից մենք դեռևս չենք կարողացել փախչել։ Եվ հետեւաբար մի տեսակ այդ իմաստով վերադարձը դեպի այսպես ասած քաղաքացիական կյանքի ակտիվություն կանխվում է այդ բոլոր տեսակի տեղեկատվությունը ունենալով։ Իսկ տեղեկատվություն իրոք մենք որպես հոգեվորական իրապես ունենք եւ տեղյակ ենք շատ անցուդարձներից, շատ թյուրիմացություններից, որոնք մեզ շրջապատում են այս ընտրություններից եւ առաջ եւ ընտրությունների օրոք եւ ընտրություններից հետո։ Բայց ցանկանում ենք, մաղթում ենք, որպեսզի մեր ժողովուրդը իրոք կարողանա իր մասնակցությունը ապահովել։ Դրա համար ասեցի ի սկզբանե, որ ինչ որ ասում եմ, դա իմ անձնական մոտեցումն է եւ ոչ թե հոգեվոր առաջնորդի կամ թեմի առաջնորդի մոտեցումն է, որպես թեմի առաջնորդ ես միշտ էլ հորդորել եմ եւ հորդորում եմ, որպեսզի ժողովուրդը լիարժեք եւ լիակատար կերպով մասնակցի ընտրություններին, արտահայտի իր կամքը այնպես, ինչպես ուզում է, առանց որևէ կերպ տեղի տալով զանազան խոչընդոտների, անարտարությունների, բռնությունների եւ այլն, ինչ որ հնարավոր է լինեն։ Եվ մաղթում ենք, անշուշտ հիմա արդեն ավարտված են ընտրությունները եւ հիմա արդեն հաշվվում են արդյունքները, մաղթում ենք, որ մեր ժողովուրդը լավ ընտրություն կատարած լինի եւ այդ ընտրության արդյունքը ստանա վայելի այս առաջիկա 4 տարիների ընթացքում, որ ազգային ժողովը պիտի գործի։ Եվ մաղթում ենք, որ նաեւ այն պատգամավորները, որոնք մեր Շիրակի թեմից, Շիրակի մարզից կընտրվեն, իրոք կարողանան ներկայացնել մեր Շիրակի ժողովրդին, մեր Շիրակի ժողովրդի դարդին եւ ցավին ուրեմն հաղորդակից լինել եւ նաեւ այն կուսակցությունները, որոնք ընտրվել են, կարողանան իրապես մեր ժողովրդի վիճակը բարելավել։ Ոչ միայն նյութական վիճակը, միշտ շեշտում եմ, այլ նաեւ հոգեվոր վիճակը։ Իսկ սահմանադրության այո կամ ոչի փոփոխություններին այո կամ ոչի խնդիրներ արդեն տեսնենք, թե ինչպես եւ ինչ վիճակով մեր ժողովուրդը իր վերաբերմունքը արտահայտած կլինի։ Ուրեմն մաղթում ենք, որ այս ընտրությունները լինեն կայացած, վերջանան խաղաղ, հաշտ եւ հաշտարար մթնոլորտում եւ այն ընտրությունը, որը մեր ժողովուրդը կատարած լինի, հարգվի բոլորի կողմից եւ վերևի եւ ներքևի կողմից եւ ըստ այդմ էլ ազգային ժողովը անցնի իր գործունեությանը եւ կատարի այն պարտքը, ինչի արժեվ որ ինքը կանգնած է այս հայրենիքում։ Եվ Սրբազան վերջին հարցը ունենք թերևս 1 րոպե, ձեր օրհնության եւ շնորհավորական խոսքը մեր սիրելի շրջանավարտներին։ Մեր շրջանավարտների անշուշտ մեր օրհնության խոսքը նաեւ կհնչի շրջանավարտների այդ հանդեսին, որը այս ընտրությունների պատճառով որքան հասկացա հետաձգվեց մի թեթև եւ ինչպես ամեն տարի, նաեւ այս տարի մաղթում ենք, որ մեր շրջանավարտները իրապես իրենց հայացքը ուղղեն այս երկրին, այս երկրից դուրս չփնտրեն իրենց ապագան փնտրեն այս երկրում,
այս երկրի մեջ ապրելու, այս երկրի մեջ ստեղծագործելու համար եւ Աստված թող իրենց օգնական լինի, օժանդակի այն բոլոր երազանքների իրականացնելու ճանապարհին, որոնք իրենք ունեն։ Եվ մաղթում ենք, որ մեր այս տարվա շրջանավարտները եւ բոլոր գալիք շրջանավարտները, որոնք կլինեն, առավել նախանձախնդիր լինեն, առավել հավատավոր լինեն, առավել նվիրյալ լինեն եւ մեր եկեղեցուն, եւ մեր հայրենիքին, եւ մեր ժողովրդին։ Շնորհակալություն Սրբազան հայր։ Սիրելի հեռուստադիտողներ, ավարտվեց եւս մեկ թողարկում։ Կհանդիպենք երկուշաբաթ անց։ Բարի գիշեր ձեզ եւ բարին ընձեզ։ Աստված օգնական։ Աստված բարի։